եւ Անդրանիկ Թևանյանի Հայաստանի առաջնորդին ձերբակալման օրդեր կա, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, մենք տեսանք 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանը արդեն հանրահավաքի ժամանակ է 3 օր առաջ Կիրովականի հանրահավաքի ժամանակ գիտեք մի քանի օր առաջ Կիրովականի հանրահավաքի ժամանակ շիզոֆրենիկ հոգեկան բռնկման շպիոնամանիայի այս բորբոքման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Անդրանիկ Թևանյանը շպիոն է եւ ասեց ԱԱԾ-ն կանցնի գործին, այսինքն արձակուրդում գտնվող ոչ վարչապետը Հայաստանի Հանրապետության հանձնարարություն տվեց ԱԱԾ-ին կալանավորել Թևանյանին, ինչու կալանավորել։ Հիմա բացատրեմ ինչու, այն որ Անդրանիկ Թևանյանը ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի հավատում, որ Անդրանիկ Թևանյանը շպիոն է, դա բոլորին է հայտնի, բայց Նիկոլ Փաշինյանը այստեղ երկու հարց է լուծում։ Առաջինը ընդդիմադիր հզոր խելացի ներկայացուցիչներից մեկին, ով փաստերով մերկացնում է Նիկոլ Փաշինյանի հակահայ ազգակործան թուրքահպատակ քաղաքականությունը մեկուսացնում է ընտրապայքարից, երկրորդը ցույց է տալիս, թե ինքը այնքան է իրավիճակին տիրապետում, որ կարող է ցանկացածին կալանավորել, ձերբակալել եւ օգտագործել իշխանական լծակները։ Հարցը այն չէ, որ ինչ որ մի հոգեկան հիվանդ հայտարարություն է անում, հարցը այն է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, որը կոչված է պաշտպանելու ազգային անվտանգության խնդիրներն ու շահերը Հայաստանի Հանրապետության, արձակուրդում գտնվող իշխանությունը բռնազավթած Նիկոլ Փաշինյանի հրահանգով կալանավորում է մարդկանց, կատարում է խուզարկություններ քարոզչական գրասենյակում եւ մեկուսացնում է մարդուն, այսինքն կատարում է Նիկոլ Փաշինյանի հրահանգը վախերից ելնելով։ Այն որ եթե ազգային անվտանգության ծառայությունը ունենար փաստեր, պարտավոր էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու այն ժամանակ, երբ ուներ այդ փաստերը, դա միանշանակ է, եթե չուներ փաստեր, դա անում է Նիկոլ Փաշինյանի հրահանգով ու հայտարարությունից հետո, դա արդեն պետական հանցագործություն է, որը կատարվել է ազգային անվտանգության ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանդեպ։ Պետական Սենք հենց այդտեղից, այսինքն Արցախը վաճառած, արցախցիներին տնահանած, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները Թուրքին հանձնած, բանակը ոչնչացրած, ազգային անվտանգությունը ոչնչացրած, 13,000 հայ սպանած մարդը այսօր հանդես է գալիս ազգային անվտանգության խնդիրների պաշտպանության գործում։ Նիկոլ Փաշինյանը ինքը մամուլի հարյուրավոր մամուլի հրապարակումներ կան, որ ինքը օտարերկրյա գործակալ եւ սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը։ ԱԱԾ դու ինչու չես գործում։ Կամ ինչու ես Նիկոլ Փաշինյանի հրահանգից հետո ինչ որ մի ստորակետի գտնել եւ ինչ որ մի ստորակետի պատճառով, որը ոչ մի կապ չունի օտարերկրյա գործակալության գործունեության հետ, մարդ ես կալանավորում։ Ինչը վախեցաք թափառող ուժից։ Վախեցաք։ Ոչինչ չունի ասելու ժողովրդին։ Բացի դավաճանությունից հանձնելուց ոչինչ չունի ասելու։ Եվ նա սկսում է մարդկանց վախեցնելու, մարդկանց շանտաժի ենթարկելու քաղաքականությունը։ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ կամ ինքը վերարտադրվելու է, կամ ինքը ոչնչացվելու է ընդհանրապես։ Եվ գիտի, որ իրենից հետո բացվելու են բոլոր հանցագործությունները, իր եւ ՔՊ-ի հանցագործությունները։ Դա իմանալով Նիկոլ Փաշինյանը դիմել է ամենաստոր, ամենագարշելի մեթոդներին, մարդկանց ահաբեկելու մեթոդին։ Քանի հոգու են որպես կալանավորվել որպես դավաճան։ Մեկը արդարացվել է, նա որ Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերից էր արտաքին գործերի նախարարության աշխատակիցը, քանի որ Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերից էր դավաճանել հայրենիքը, դա արդեն դավաճանություն չի, դա օրվա իշխանության քաղաքականությունն է, դրա համար ազատվեց դատարանով։ Մնացած բոլորը կալանավորվում են անհայտ ժամանակով, հետո անհայտ որոշումներով ազատ են արձակվում, երբ որ արդեն Նիկոլ Փաշինյանի իշխանության հանդեպ վտանգը չկա։ Ահա եւ վերջ։ Անդրանիկ Թևանյանը կդիմանա այդ բռնարարներին, բայց Հայաստանը էլ չի դիմանալու։
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի կարգավիճակը իջեցրել է զրոյական մակարդակի։